Անվարչապետ բազմաթիվ ընդդիմադիրներ նամակներ էին ուղարկել Վենսին, նաև այդ ժամանակ ցույց էին անում, երբ նա նախագահական էր, այսինքն նկատի ունեմ դուք խոսել եք նրա հետ եւ Վենսը պատրաստակամություն է հայտնել այդ հարցով Ադրբեջանում քննարկում ունենալ։ Տեսեք, ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Ես դες ավելին ասեմ, չափազանցություն չկա։ Մեր գործնականում որևէ ուղիղ կամ անուղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք։ Չկա ուղակի։ Էլի եմ ասում վերաբերելի, որովհետեւ կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղակի կամ անուղակի առնչություն չի լինի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք եւ հետեւական կլինենք այդ հարցի լուծման մեջ։ Թրամփի ուղուն վերադառնալով, այստեղ գլխավոր անորոշությունը, որ կա եւ քննադատության առիթ է տալիս, այսպես կոչված front office back office-ի փոխադարձելիության սկզբունքն է, եթե կարճ ներկայացնեմ, ինչ է front office-ը, սահմանային որոշակի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեցող աշխատակիցներով, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ենթարկող front office-ը արդեն մեր պետական ծառայություններն են, մեր քաղաքացիներով բնականաբար մեր օրենսդրությամբ։ Հիմա հարց է առաջանում, մինչև հիմա չենք հասկանում, արդյոք Ադրբեջանում նույն կերպ է գործելու, լինելու է back office եւ front office եւ մեր քաղաքացիները եւս հանդիպելու են ոչ թե Ադրբեջանի քաղաքացիների, այլ երրորդ երկրի քաղաքացիների։ Տեսեք, հարցը ճիշտ ընկալելու համար էլի կապեմ նախորդ հարցի պատասխանի հետ, մենք տրիպը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետեւ այդ տրիպը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա տրիպը վերեացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը, իդեպ ես մոռացա նախորդիվ տոկոսների հետ կապված հարցին անդրադառնամ, նշեմ, որպեսզի չմոռանամ, որովհետև շատ կարևոր մի հարց է, եւ մենք այդ թվում front office back office-ը պետք է ընկալենք եւ այդպես է իրականում ներդրողի ցանկությունը եւ ներդրողի ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ եւ գրավիչ ծառայություններ, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից, որովհետեւ մենք ասում ենք մարդիկ front office back office, բայց front office-ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինել արհեստական բանականություն, այլ լինել գերժամանակակից սարքավորումներ եւ այդ front office-ի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը եւ այլն։ Օրինակ, եւ ընդ որում ես ուզում եմ ասել, շատ կարեւոր է այդ նման մոդուլներ, օրինակ մենք զարգացած եւ զարգացող շատ երկրներում տեսնում ենք օդանավակայաններում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քաթարում, եվրոպական երկրներում եւ այլն, եւ մենք աշխատելու ենք, որ նման ծառայություններ արդեն մեր այլ տրամաբանությամբ ունենանք մեր բոլոր սահմանային անցակետերում, մեր օդանավակայանում, հիմա մենք ներդրում ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգ եւ մեր նպատակն ինչ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ բիոմետրիկ անձնագիր ունեցող այլ երկրների քաղաքացիները գնան ուղղակի առանց կանգառների մտնեն։ Անվարչապետ, դա ոչ թե վատ, այլ շատ լավ է, բայց համաձայնեք, որ այս հարցը նաև քաղաքական կոմպոնենտ ունի եւ դրա համար հարցնում եմ, բա Ադրբեջանի մասում ինչ է լինելու։ Ես դրա համար ասում եմ, տրիպը ներդրումային ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանում տրիպ չկա եւ հետեւաբար ես չեմ կարող ասել Ադրբեջանում ինչա լինի։ Հասկանալի է, եւ տոկոսների մասը որ երկու երկրներում է սահմանային անցումները եւ այլը գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների հաղորդակցության հասանելիություն։ Տոկոսների մասով նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ըստ պայմանավորվածության 50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է եւ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է արդեն 49%։ Ինչու՞։ Որովհետեւ հաշվարկը այնպեսին է, որ ներդրում են չի անում մարդիկ, խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին։ Այդ ներդրումները յետ պետքա գնվեն եւ շահույթ էլ պետքա լինի։ Այս տնտեսական շահին եմ անդրադառնում, որովհետեւ անտրամաբանական կլինի, եթե մենք Միացյալ Նահանգներին կամ որևէ մեկին ասենք, գիտեք ինչ, եկեք
2 միլիարդ դոլար ներդրեք, դա ինչ կլինի, էական չի, դուք այդ փողը հետ կբերեք, թե հետ չկբերի։ Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում բոլոր ներդրումային ծրագրերում, այդ թվում Հայաստանում, երբ որ ներդրում է անում, ինքը ուզում է ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի, որոշակի շահույթով, որովհետև հակառակ դեպքում ինչի է բերում ներդրում, կտանի բանկում կդնի տոկոսով եւ այդ գումարները հետ կստանա։ Եվ սա կապված է սրա հետ։ Երկրորդ նյուանսը։ Գիտեք, էլի սկզբում այդ թվում մենք մտածում էինք, ասում ենք, բայց 99 տարի, 50 տարի, արդյոք ինչքանով է որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմը, մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասենք, բայց հələ եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով իրականացնում, առնվազն 99 տարով իրականացնում են ներդրումային ծրագիր։ Այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներեք գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Կներեք, ես մի հայտարարություն անեմ, որը սուր կհնչի եւ չեմ բացառում, որ սուր ընկալվի, բայց ես օրինակ փնտրում եմ եւ չեմ տեսնում մեր նախորդիվ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր արժևում 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել եւ այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Ես ուզում եմ, որ մենք այս պահը իրոք գնահատենք եւ սա հաղորդակցվում եւ թղթակցվում է մեր պետականության հարատեվության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռևս 2018 թվականին։ Այլ թեմաների անդրադառնանք, պարոն վարչապետ, այս ամսվա սկզբին դուք եւ Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում եք, ստացաք մարդկության եղբայրության Զայեդ մրցանակը, բացի Հայաստանի, այսպես ասած, տեսանելիության բարձրացումից, սա խաղաղության հաստատման գործում կարող է ինչ-որ նշանակություն, ազդեցություն ունենալ։ Միանշանակ, որովհետև ես այնտեղ իմ ունեցած ելույթում էլ ասացի, պատկերացրեք երկու երկրների առաջնորդներ գնում եւ այդպիսի հեղինակավոր մրցանակ են ստանում, հեղինակավոր միջավայրում, մի մրցանակ, որը հիմնադրվել է իսլամական եւ քրիստոնեական աշխարհի երկու շատ ազդեցիկ առաջնորդների կողմից, նրանք խաղաղության ստանում են խաղաղություն հաստատելու համար մրցանակ, դա ինչ է նշանակում, դա նշանակում է վերահաստատում խաղաղության, քաղաքականության եւ ռազմավարության։ Ինչու եմ ես սա հարցնում, պարոն վարչապետ, որովհետեւ երկուսդ էլ բեմից խոսում եք հաստատված խաղաղության առավել